էլի վերադառնամ կրթության թեմային, մենք հենց ձեր նշած հարցերի հետ առերեսվելու եւ արձանագրելով, որ մենք այդտեղ նաեւ գիտելիքների որոշակի պակաս ունենք, մենք Էստոնիայից փորձագետ ենք հրավիրել եւ հույս ունեմ բոլորդ իրազեկված եք դրա մասին, որպեսզի պետական մարմինների աշխատողների համար ներկայացնեն, թե ինչ էստոնական կոնցեպտը թվայնացման, այսինքն մեծ դահլիճում պետական բոլոր մարմինների ներկայացուցիչները հրավիրված են լինելու, ընդ որում ես Էստոնիա կատարած այցի ընթացքում եմ այդ այցի արդյունքներով եմ այնտեղ նախնական պայմանավորվածություն ունենալով այդ հանձնարարականը տվել, որ փորձագետին ով մասնագիտացած է հենց ներկայացնելու գործում եւ այնտեղ էլ ես իր ներկայացրածը լսել եմ, որպեսզի մեզ ասեն, մեզ սովորեցնեն նաեւ թե ինչպես է դա պետք անել, որովհետեւ այո, եթե մենք նայենք թե վերջին 15 տարում ինչքան գումար ենք ծախսել թվայնացման վրա կամ ընդհանրապես եւ այն ինչ ունենք, վստահ չեմ, որովհետեւ մեզ երկար ժամանակ պահանջվեց հասկանալու, որ կայք ունենալը դեռևս թվայնացում չի, կամ փաստաթուղթը ինտերնետում դնելը դեռևս թվայնացում չի եւ այսպիսի բազմաթիվ բաներ։ Այնպես որ այո, այդ հարցը պետք է լուծենք, բայց մենք պետք է նաև խոստովանենք, որ շատ հարցեր, որ հռչակում ենք եւ չենք կարողանում լուծենք, ինչի չենք կարողանում լուծել։ Դեպքերի մեծ մասը կապված է գիտելիքի բացակայության հետ։ Չգիտենք ոնց լուծենք։